Ելենա Արշակյանի «Հարսնազորի լեգենդը» հեռուստասերիալում Միքոն և Լիլիթը այս փուլում արդեն բաղական մտերմացել են։ Նրանք հաճախ են հանդիպում, զրուցում, կարծես տարիների ընկերներ լինեն։ Միքոյին սակայն բացարձակ դուր չի գալիս այն փաստը, որ Լիլիթը Սոնային հայտնել է Վռամի ծայրահեղ ծանր վիճակի մասին։ Նրա համար դա սխալ քայլ էր։ Նա կարծում է, որ Սոնան պետք է մնար հեռու Վռամից, հեռու բոլոր խնդիրներից։ Իսկ Լիլիթը, ընդհակառակը, իր համոզմունքներին հավատարիմ է և համարում է, որ ճիշտ է գործել։ Նրա համար Սոնայի ու Վռամի միջև հարաբերությունները, ինչպես էլ որ ավարտված լինեն, բավական կարևոր են, որպեսզի նման լուր Սոնան անձամբ լսի, ոչ թե որևէ երրորդից։ Իսկ Սոնան լուրը լսելուց հետո միանգամից խուճապահար զանգում է իր հայրիկին և պահանջում, որ վերջինս իրեն վերադարձի տոմս կնի։ Նա հասկացնում է, որ Վռամի վիճակը ծանր է և ինքը չի կարող մնալ արտասահմանում։ Աբոն չի հասկանում դստեր կտրուկ փոփոխությունը, չէ որ Սոնան հենց իր հորդորով էր հեռացել երկրից, Վռամից հեռու մնալու, իրեն հավաքելու, ցավը հաղթահարելու համար։ Իսկ հիմա հանկած վերադարձի պահանջը ներկայացնում։ Աբոն սկզբում կտրականապես դեմ է լինում, սակայն Սոնան այնքան վճռական է, որ հստակ ասում է, եթե հայրն այսօր չգնի տոմս, վաղը ինքը վերադառնալու միջոց կգտնի։ Հոր արգելքը նրան այլևս չի կանգնեցնում։ Այս կողմում, մինչ Սոնայի վերադարձի հարցն է փակուղի մտնում, տեղի է ունենում ոչ պակաս ծանր ու կարևոր զրույց։ Անիկը, տեսնելով թե ինչ չափերի է հասել ողջ խառնաշփոթը, այլևս չի դիմանում ու Սաքոյի ասում է, որ ինքը տեղյակ է Աշոտի սպանության մասին։ Նրանք երկուսով կանգնած են հիվանդանոցում, սպասելով Վռամի մասին նորությանը։ Բայց Սաքոյի առաջին արձագանքը կապված չէ իր արած հանցանքի հետ։ Նա չի մտածում ոչ Աշոտի, ոչ էլ խղճի, ոչ էլ ընտանիքի մասին։ Նրա միակ գլխացավանքը պարզելն է, թե որտեղից էին Անիկն ու Նարեն իմացել գաղտնիքի մասին։ Անիկը չվախենալով ասում է, ինքը Նարեից է իմացել։ Իսկ Նարեն այս պահին նա չի հասցնում շարունակել, քանի որ նրանց մոտենում է Արմոն։ Անիկը ակնթարթորեն լռում է, խուսափում է տալ Արմոյի անունը, այդ կերպում պահպանելով Նարեի գաղտնիությունը և նույնիսկ Արմոյին փրկելով բացահայտումից։ Այս ամենի հետ զուգահեռ փողոցում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Արմոն և Հայկը հայտնվում են կտրուկ լարվածության մեջ։ Արմոն, ինչպես միշտ, փորձում է սադրել, Վարոն կանգնած է Հայկի կողքին, պատրաստ պաշտպանել իր ընկերոջը։ Լարվածությունը վայրկյան առ վայրկյան մեծանում է և մեկ պահի մեջ իրավիճակը ավարտվում է ողբերգությամբ։ Արմոն, կորցնելով վերահսկողությունը, հանում է դանակը և հարվածում Հայկին։ Վարոն գոռում է, իսկ Հայկը ընկնում է գետնին, կորցնելով գիտակցությունը։ Շտապօգնությունը նրան տեղափոխում է հիվանդանոց, ծանր, անգիտակից վիճակում։ Այսպիսով, մեկ օրում, միանգամից 3 ճակատում ամեն ինչ պայթում է։ Սոնան վերադառնում է դեպի ցավի ու վտանգի կենտրոն։ Սաքոյի տասնամյակ հանցանքը գրեթե բացահայտված է։ Հայկի կյանքը վտանգի տակ է Արմոյի ձեռքով։ Հարգելի հետևորդներ, արդյոք Հայկը կմահանա։ Գրեք մեկնաբանություն։ Աշնաջամ կասես։ Հեծանց կեսը աղբերս։ Հեծանց կեսը, հասկաց, մերսի։ Տոլման այո, սուստոր։ Այո, տոլմա, Մարիամի Ինջարից մի քանի հատիկ բան է մեջը, սովորական ինչ հրանձով էլ կա մեջը։ սուտ տոլմա։ Հա, մի քանի Ես որ ինքը ինձ նորմալ մամայություն անում, հանգիստել ենք պատրաստել է, աղցանով, բանով, ամեն ինչով, տեղին։ Հեսակա պորտիկացի հեչ լավը չէր։ Ով ասաց խի։ Դե ինչ էիր ասում, ասում էիր, տունը ճաշով։ Տիկին Անիկ, տակ ճաշով տղամարդը։ Որ չեմ պահում։ Հա, տակ ճաշով, բայց դե փոքր եք, մի օր կհասկանամ։ Երիտասարդ աղջիկ է, գերեць։ Գոնե համամով, Մարոժին համովա։ Այսօր ինչ ենք պատրաստել։ Այսօր պատրաստել ենք շոկոլադե ֆանդան։ Լավը քեկ։ Ուզում եմ նշել, որ առաջին անգամ ենք պատրաստում։ Այն միջայլուց այդ դառը շոկոլադը որոշու վրա հալեցնենք, ավելացնում ենք կարակ։ Չաղանալու ենք ամեն դեպքում։ Հալացնում ենք, կարակնում շոկոլադը։ Պետք է ձուն խառնենք շաքարի հետ։ Ավելացնում ենք արդեն շոկոլադը, ավելացնում ենք այլորա։ Մի փոքր վանիլին։
Քիչ է նախ։ Աղ ինչի համար է։ Կա բացում է համը։ Կարող աղի լինի վերջում։ Կարող են ինչ-որ մարդիկ ասեն, որ սխալ ենք սարքել, բայց Կարող է նաև սխալ ենք սարքել, վերջի բացառվում։ տարբեր բաղադրատոմսեր են փորձել, նույնիսկ ChatGPT-ին եմ հարցնել, դուր չեմ ասում։ Դա բարեմ շփվում էր ChatGPT-ի հետ, ես որ եկա։ Մի փոքր պետքա լինի կակաուն։ Տեսում եք, նայես 4 մասի, այսպես։ Դեղա։ Կիբա տեղափոխվում ջար։ Չպնի դաշվում եք։ Մեր մոտ չստացվեց ճիշտ ձևով ստանալ։ Այո, չի բացացել ուղարկի, չգիտեմ ինչ, երևի լավ չէին քարել ինչ-որ մի բան։ Չի ծորում։ Ինչ է, շոկոլադե բլիթ։ Մառուժնին ու մարինան համով է։ Հա։ Մար լիսի շուտ 3 հատ հարց եմ տալի, պետք է շուտ պատասխանես։ Հա, ասեմ։ Քո սիրած գույնը, Ասեմ։ քո սիրած օրվա ժամը, Օրվա ժամը Հա։ 12։ այսինքն 12-ը որ մեկը։ Օրվա ժամ։ Այդ հիշեցի։ Շեվա։ Իսկ քո սիրած ուտեստը։ Սպապաս։ Վայ, մոյ սարքին եմ սիրում, սպաս։ Բորշ։ Իրականում ուզում եմ ձեզ հետ կիսվել, թե ինչի համար եմ սկսել գալ մարզասրահ։ Մի օր ուղղակի ինձ պետք է չափել իմ ոտկատեղը։ Ես չափեցի եւ հիմա դա ինքի սարսափելի քիչ 81 սանտիմետր։ 81 սանտիմետրը իմ բոյի ու իմ կազմվածքի համար շատ է։ Հիմա կասեք ինչ եմ ես գալիս մարզասրահ, հենց դրա համար, որ այս 81-ը գոնե դարձնել 70 մինիմալ իմ նպատակը։ Այնպես որ առաջ։ Ես ուզում եմ շնորհակալություն եղարի հայտնենք թերթը Եմին Արմենիա TV-ին լուսաբանելու համար, մեր նոր նախագծին անդրադառնալու համար եւ մեր ամուսնական զույգի երկու աստիճանաբար կոմպլեքսի քաշտարման։ Ահա, պաստորտի գույսը։